Գյումրիում Հակոբյանների տանանկյունում ապրում են տասնյակ տիկնիկներ, սակայն դրանք սովորական խաղալիքներ չեն։ Յուրաքանչյուրը յուրովի նայում է աշխարհի դեմքին ու պատմությունն ունի։ Դրանք Քրիստինե Հակոբյանի ձեռքով ստեղծված արվեստի նմուշներ են, որոնք լռությամբ խոսում են հայկական մշակույթի, հիշողությունների ու զգացմունքների մասին։ Քրիստինեն մասնագիտությամբ լրագրող է, սակայն երբեք չի աշխատել այդ ոլորտում։ Ժամանակի մեծ մասը նվիրել է ընտանիքին ու երեխաների խնամքին, բայց հենց այդ ընթացքում տան պատերի ներսում նա գտավ իր ստեղծագործական ճանապարհը։ Ասեղն ու թելը դարձան նրա ինքնաարտահայտման միջոցը։ Որպես տիկնիկագործ Քրիստինեն փորձում է իր լուման ներդնել հայկական մշակույթի պահպանության գործում։ Նկատում է, մաքուր հայկական կտորներն ու ավանդական տարազները քիչ են, եւ շատ զբոսաշրջիկներ չեն կարողանում պատկերացում կազմել հայկական մշակույթի իրական երանգների մասին։ Այդ միտքն էլ դարձավ շարժիչ ուժ։ Քրիստինեն սկսեց ստեղծել տիկնիկներ հայկական մարզերի տարբեր տարազներով, ամբողջական արթուզարդով, նախշերով ու ստեղծագործությամբ։ Ձեռքում Երևանի 19-րդ դարի հարսանեկան տարազով տիկնիկ է, որտեղ ամբողջովին ասեղնակոծված աշխատանք է։ Երևանի տարածաշրջանում հիմնականում շեշտը տրված է եղել ասեղնագործությունների վրա, այստեղ զարդերը այնքան էլ շատ հարուստ չեն եղել, ինչպես օրինակ Սյունիք Արցախում, Վանվազպուրականում եւ Կայնի տարածաշրջանում։ Այստեղ ունենք Կայնի տարածաշրջանի բարձր հայքի տարածաշրջանի տիկնիկներ, Կարին մասնավորապես Ալեկպոլ, այսինքն մեր տարածաշրջանի զույգն է, իր հագու կապով, այստեղ ունենք մեր տարածաշրջանին ամենաբնորոշ գլխազարդը Վարդ Թանթանան, որը ուրիշ տարածաշրջաններում չեն օգտագործել, մենակ բարձր հայկում են օգտագործել, հետագայում նաև Կարին Ալեկպոլում իրա վրա եղել են մանր ժանյակից ծաղիկները, ժանյակները ասեղով են գործվել եւ շատ փոքրիկ ժանեկազարդ գլխազարդ է սա։ Վարդ Թանթանան ունի նաև քունքակախիկները իր մոտ եւ ամուսնացած կանայք գրել են կոկնոցներ, որոնք եղել են նշազարդ ասեղնագործությամբ եւ նուշը բերիության, պտղաբերության խորհրդանիշն է, ինչպես նաեւ մեջքերը որպես ամրություն զարդարել են իվայելումն մետաքսով հյուսված գոտիներով, հենց գոտու վրա էլ եղել է գրված իվայելումն, այսինչ մարդու իր անունն է եղել գրված։ Ու նաև ոսկեթել քուղակարով է եղել ամբողջ հագուստը զարդարված եւ այդ բավականին բարդ տեխնիկա է ոսկեթելերով զարդարել հարուստները հատկապես հենց ոսկյա թելերով, ոսկուց մետաղից պատրաստված թելերով ամբողջ քուղերը զարդարել են եւ քուղակար է եղել ասեղնագործության անունը։ Սկզբում ամեն ինչ սկսվեց որպես առօրյա զբաղմունք, այնուհետև մեծ արձագանք ստացան ու հետզհետե տարածում գտան խաղալիքները։ Սկսեցի տոնացարի համար խաղալիքներ պատրաստել, խոզուկի տարի էր եւ խոզուկները մեր ծնվեցին, սկսեցի խոզուկները պատրաստել ու տեսա, որ ստացվում է էլի, ու քանի որ տիկնիկները այսպես դեմքերը շատ խարիզմատիկ ու հետաքրքիր էին ստացվել խոզուկների, ոնց որ կենթանի արարածներ լինեին, էլի, ու այդպես հաջորդ քայլը արեցի, որպեսզի սկսեմ տիկնիկները, սկզբում էլի զուգակուլպայի տեխնիկայով, քանդակի տեխնիկայի զուգակուլպայի վրա իրան ասեղով ձգումների շնորհիվ դեմքերը ռելիեֆային ստացվում է եւ շատ հետաքրքիր կերպարներ են ստացվում արդյունքում։ Հետո արդեն սկսեցի փորձարկել տարբեր նյութեր, կավը փորձարկեցի, կտորները տարբեր տեսակի փորձարկեցի եւ զգացի, որ կտորի տիկնիկները հենց իմն են, որովհետեւ կտորը տաք նյութ է, ի տարբերություն կավի, որն իր մեջ սառնություն ունի, եւ կտորը շատ ջերմ եւ սիրուն էին ստացվում խաղալիքները, ու մարդկանց շատ էմոցիաներ էին պատճառում։ Այդ գաղափարից ծնվեցին նրա առաջին տիկնիկները։ Երբ համացանցում հրապարակեց դրանց լուսանկարները, մարդիկ սկսեցին արձագանքել, ուղարկել իրենց ու հարազատների լուսանկարները, խնդրելով ստեղծել նմանատիպ տիկնիկներ, ու ժամանակի ընթացքում հոբին դարձավ աշխատանք։ Սկզբում շատ էի վախենում այդ փորձարկումներից, որովհետև շատ մեծ պատասխանատվություն է, քանի որ մարդուն չես ճանաչում, չես կարողանում ընդհանուր կերպարը ճշգրիտ վերարտադրել։ Դրա համար շատ լուսանկարներ էի սկզբի համար խնդրում, նույնիսկ վիդեոներ, որպեսզի կարողանամ հասկանալ տվյալ մարդու կերպարը։ Քրիստինեն ստեղծում է մարդկային կերպարով տիկնիկներ, յուրաքանչյուրը իր տրամադրությամբ, հայացքով ու հոգով։ Նրա խոսքով ամենադժվարը ոչ թե կարելն է, այլ կերպարի տրամադրությունը որսալը։ Եվ դնում եմ նկարը իմ առաջ, կամ մի քանի նկարներ թերթելով, պատկերացնելով տվյալ մարդու էությունը,
բնավորությունը փորձում եմ իրան ստանալ իմ ստեղծագործական process-ով, այսինքն ոչ մի այնտեղ մեխանիկական աշխատանք չի կատարվում, չափումներ, աչքերի չափ, քթի չափ կամ թիմագծերի այդպես համաչափություններ ես չեմ օգտագործում։ Յուրաքանչյուր տիկնիկ նրան ինչ-որ բան է հիշեցնում՝ մանկություն, երազանք, սեր կամ կարոտ, իսկ Քրիստինեի համար դրանք խաղաղություն են, ներշնչանք ու ներաշխարհի արտացոլանք։ Տան պատվավոր անկյունները զբաղեցնող սիրելի տիկնիկները պարզապես իրեր չեն, այլ կենդանի պատմություններ, մարմնավորված կտորի, թելի ու ջրաներկի միջոցով։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի տիկնիկը։ Հիմա բերեմ։ Իրականում իրենք երկուսն են՝ Պարկուլիկը եւ մեր կանգրահեր աղջիկը, որը մեր երազի բաների վրա է եւ ինքը փառատոններին, ամենտեղ մեր ցուցադրություններին մեզ հետ ներկա է լինում։ Իսկ Պարկուլիկը ինքը պահի տակ ծնված կերպարային տիկնիկ է։ Իմ աղջիկը կերպարով է ինքը ստեղծվել, հոգեվիճակային կերպարային տիկնիկ է ու իրան շատ սիրում ենք ամբողջ ընտանիքով։ Եվ երբ առաջին անգամ այս տիկնիկը տեղադրվեց համացանցում լուսանկարը, արձագանքը շատ բուռն էր։ Այսօր տիկնիկագործությունը Քրիստինեի համար պարզապես զբաղմունք չէ։ Այն դարձել է նրա կյանքի անբաժան մասն ու ինքնաարտահայտման եղանակը։ Նրա ձեռքերով ստեղծված տիկնիկները կրում են ոչ միայն նյութական, այլև հոգևոր արժեք։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, Այսօր։